Աստանայում տեղի ունեցել Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովը, ինչպես հայտնի է վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների լարման ֆոնին անընդհատ խոսվում էր այն մասին, որ այդ գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այն օրակարգում չկար, սակայն այս օրերի ընթացքում դարձավ ամենաուշագրավն ու ինտրիգայինը։ Թեման շարունակենք հորիզոնի տաղավարում եւ կզրուցենք Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ։ Պարոն Մինասյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Աստանայում ոչինչ էլ գոնե թե հրապարակայնորեն չորոշվեց Հայաստանի մասով։ Հայտնի դարձավ, որ ինչ-որ հայտարարության տեքստ է փոխանցվել Մհեր Գրիգորյանին, ով ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը, ինչի մասին կարող է այն լինել։ Ես կարծում եմ բավականին կանխատեսելի էր, որ Աստանայում դժվար թե որևէ ինչ-որ շրջադարձային իրադարձություն տեղի ունենար, նախ եւ առաջ հաշվի առնելով նաեւ, որ ԵԱՏՄ-ի կանոնադրությունը եւ իրավական այդ բազան նմանատիպ որևէ մի բան չի նախատեսում, իսկ կարծում եմ այս քաղաքական կամ տնտեսական փաստաթուղթե, որը որ փոխանցվել է փոխվարչապետի միջոցով, պիտի առաջվի ավելի շատ այն տնտեսական եւ ֆինանսական շրջանակներին կամ խնդիրներին, որոնք որ Հայաստանը կարա առաջվի, եթե շարունակի ԵՄ-ի հետ իր գործընթացը այն մասով, որը որ կարա որոշ չափով, ոնց որ կարծում են մեր գործընկերները այդ կառույցում ԵԱՏՄ-ում, որևէ ձևով խնդիրներ ստեղծի ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկայի եւ նաեւ այլ անդամ երկրների տնտեսական եւ ֆինանսական շահերին։ Ես ճիշտ հասկացա, այսինքն որոշակի ձեզ հետևանքներ են թվարկել, թե ինչ հետևանքներ կբախվի, ինչ հետևանքների կբախվի Հայաստանը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից եւ գնա դեպի Եվրամիություն։ Ես կարծում եմ առաջինը շրջանակներն են, այն հնարավոր հետևանքները եւ այստեղ ես չեմ կարծում, որ խոսքը ընդհանրապես կանգնած էր նրա մասին, որ Հայաստանը պիտի դուրս գա ԵԱՏՄ-ից եւ ընդհանրապես դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը նրանում է, որ Հայաստանը հաշվի առնելով նաեւ իր տնտեսական, ֆինանսական եւ նաև քաղաքական որոշ չափով շահավետությունը ԵԱՏՄ-ի անդամակցության երբեք այս պահին դեռ չի դրել եւ դեռ չի պատրաստվում հստակ այդ հարցը դնել ԵԱՏՄ-ի կամ Եվրամիության միջև։ Դա զուգահեռ գործընթացներն են։ Մհեր Գրիգորյանն էլ ըստ էության հայտարարեց այդ մասին։ Բնականաբար, դա զուգահեռ գործընթացներն են, որոնք որ այս պահին Հայաստանի տեսանկյունից որևէ ձևով չեն խոչընդոտում Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամակցությանը եւ մյուս կողմից նաեւ բացի դրանից կարծում եմ կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանը նաեւ պատրաստ է այս հարցը բավականին հստակ քննարկել ոչ միայն կառույցի, այլ նաև այդ երկրի առաջատար երկրների, այդ կազմակերպության առաջատար երկրների հետ, որոնց հետ Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական համագործակցությունը ունի Երևանի համար առանցքային նշանակություն։ Բայց այս ընթացքում, պարոն Մինասյան, ամենաբարձր մակարդակով անգամ Պուտինը հայտարարում էր, թե Հայաստանը մինչև մայիսի 29-ը Աստանայում տեղի ունեցող այս գագաթնաժողովը պետք է հստակեցնի իր անելիքները ԵԱՏՄ-ում, պետք է որոշի մնում է ԵԱՏՄ-ում, թե գնում է Եվրամիություն։ Այդ դեպքում ստացվում է սա շատ ավելի տեղեկատվական աղմուկ էր, սպառնալիք, թե ինչ էր նշանակում այդ դեպքում այդ հայտարարությունը։ Գիտեք, ժամանակակից բավականին նյարդային աշխարհակաղակական մթնոլորտում առավել եւս Ռուսաստան, Արևմուտք, հակամարտության եւ նմանատիպ այս զարգացումների շրջանակներում կարծում եմ ժամանակ առ ժամանակ Հայաստանը պիտի իր դիրքորոշումը ավելի հստակ ներկայացնի եւ եվրոպական եւ եվրազիական իր գործընկերներին, այդպես որ կարծում եմ նմանատիպ աշխարհակական շրջանակներում բնական է, որ նմանատիպ երբեմն նաեւ նյարդային արձագանքներ պիտի լինեն, բայց դրանց նաև կարծում եմ համապատասխան կառուցողական նաև արձագանքել պիտի լինի։ Իսկ ով է Լուկաշենկոն ԵԱՏՄ-ում, արդյոք նրա գործոնը կարող է որոշիչ դեր խաղալ Հայաստանին վերաբերող հարցերում, քանի որ ռուսական պարբերականներն էլ ընդգծում են Փաշինյանի եւ Լուկաշենկոյի լարված հարաբերությունները։ Ես կարծում եմ, որ հաշվի առնելով կրկին ԵԱՏՄ-ի կանոնադրությունը, կազմակերպության կառուցվածքը եւ այլն, Լուկաշենկոն ունի նույն չափով իրավունքներ, ինչպես որ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկրի կամ կառավարության ղեկավարը,
եւ ընդհանրապես ԵԱՏՄ-ի դեպքում կա մի առանձնահատկություն, հասկանալի առանձնահատկություն, դա Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունը եւ նշանակությունը, որը որ եւ տնտեսական եւ քաղաքական առումով բնականաբար տարբերվում է, բայց նույնպես պիտի նշենք բոլոր անդամ երկրները ունեն հավասար պայմաններ եւ հավասար պարտավորություններ։ Եվ վերջում հակիրճ, իսկ ընտրություններից հետո ինչ սպասել ԵԱՏՄ-ից Հայաստանի նկատմամբ անկախ արդյունքներից։ Կարծում եմ այստեղ մենք պիտի մի շատ կարևոր հանգամանք նույնպես հասկանանք այդ ներքաղաքական ազդակների կամ ներքաղաքական գործընթացների վրա ազդելու այդ ազդակների նշանակությունը ավելի շատ մենք պիտի դիտարկենք ոչ թե ԵԱՏՄ-ի շրջանակներում, այլ Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների այս համատեքստում, որովհետև կրկնում եմ, դա գաղտնիք չի, հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցությունը մեծամասամբ պայմանավորված է Հայաստան-Ռուսաստան երկկողմ տնտեսական, առևտրային եւ ֆինանսական այս ոլորտներում։ Եվ հետեւաբար մեզ ավելի շատ պիտի հետաքրքրի, ասենք, Ռուսաստանի հետագա գործողությունները եւ հետընտրական շրջանում, այլ ոչ թե ԵԱՏՄ-ի։ Կարծում եմ որոշ արձագանքներ պիտի լինեն, որոշ նյարդային այդ ասենք արտացոլումը արդեն իսկ երևում է, բայց ես կարծում եմ նաև կապված նաև ընտրությունների արդյունքներից եւ ընտրությունների ասենք այդպես քաղաքական ասենք շրջանակներից համոզելությունից այդ հանգամանքները նույնպես կարան անդրադառնան հետագայի Մոսկվայի դիրքորոշմանը ֆինանսական, տնտեսական, առևտրային ոլորտներում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, ես զրուցում եի Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ։